Բարի կեսօր եւ բարի գալուստ այն մարդու հետ այս քննարկմանը ով այս ամենի յետևում է կանգնած այս ամենի հիմքում է կանգնած Երևանյան երկխոսության եվրոպական համայնքի ներգրավվածության երկկողման երկխոսության ԵՄ Հայաստան Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այցելությամբ պատասխանատու այս շնորհավորում ենք այս խիստ կարևոր ինտենսիվ օրերի Արգասիքի հեղինակը դուք եք շնորհավորում ենք Երևանյան երկխոսությունը սկսել է 3 տարի առաջ վստահ շատ բավարարված եք այսօր պարոն նախարար Բարի հետ կեսօր շատ շնորհակալ եմ որ այսօր այստեղ եք եւ սիրելի Սամիր ընկերներ շատ շնորհակալ եմ որ ընդունել եք իմ առաջարկը հանդիսանալու որպես մոդերատոր այս երկխոսության Այո, տեսնել այսքան մեծաթիվ առաջնորդներ, եվրոպական առաջնորդներ, եվրոպական համայնքի ղեկավարներ, այսքան թեմաներ, որոնք արձարծվում են այս օրերի ընթացքում եվրոպական համայնքի շրջանակներում, շատ բարձրական, Առաջին անգամ է տեղի ունենում եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ նաեւ նախագահ Մակրոնի ներկայությունը այստեղ իսկապես մեծ ձեռքբերում էր շատ հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան Ժամանակ չենք ունեցել քննարկելու այն ամենը ինչ տեղի ունեցել վերջին 3-4 օրերի ընթացքում եւ այս քննարկումները ամփոփելու առիթ դեռ չենք ունեցել բայց առաջին հայացքից կարող եմ ասել որ այո բավարարված ենք Որոշ առանցքային կետերի մասին եմ ուզում խոսել եւ կցանկանայի ձեր կարծիքն իմանալ այդ մասին։ Առաջինը Հայաստանը որպես երկիր կարծես աշխարհագրական սահմանափակումն էր այդպես էր դիտարկվում նախկինում վերջին 3 տարիների ընթացքում ես երբ այցելում եմ Հայաստան ձեր ղեկավարության ներքո Հայաստանի Հանրապետության վարչապետի ղեկավարության ներքո մենք տեսնում ենք այս նույն աշխարհագրությունը որը ռազմավարորեն խնդիր էր դարձել է նոր հնարավորությունների դռներ հնարավորություններ նոր երկխոսությունների նոր հնարավորությունների եւ տարածաշրջանի մի շարք դռներ բացելու ինչպես կարողացաք այս աշխարհագրական դիրքը ռազմավարական առավելության փոխակերպել Թույլ տվեք իմ շնորհավորանքներն արտահայտել դոկտոր Սամիր, քանի որ դուք կարողացել եք հենց այս ամենի արմատները բացահայտել, դուք կարողացել եք հասկանալ, թե ինչ մարտահրավերների ենք մենք բախվում այս տարածաշրջանում։ Կամ միգուցե սխալվում եմ եւ սա շատ պարզ եզրահանգում է, շատ պարզ դիտարկում է միգուցե գողքից նայելով։ Բայց անկեղծ ասած Այս հարցը հասկանալու համար մենք տասնամյակներ ժամանակ ենք ծախսել, եթե ոչ դարեր, այսինքն հայ հասարակությունը, հայկական քաղաքական կամքը միշտ եւ միշտ մենք մտածել ենք եւ կարծել ենք, որ մենք շատ դժվարին, վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անկախությունը եւ գոյությունը միշտ հարցականի տակ էր։ Եվ սա ճշմարիտ է, մասնակիորեն կամ ամբողջովին Բայց մարտահրավերը միշտ էլ եղել է թե ինչպես է հնարավոր այս սպառնալիքը առավելության փոխակերպել եւ հենց սա այն է ինչ մենք փորձում ենք անել Հայաստանում երբ ամբողջ աշխարհը մատակարարման շղթայի նոր աղբյուրներ են փնտրում տրանսպորտի նոր միջանցքներ են փնտրում խոչընդոտ լինել նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ Քանի որ այս ուղիները գիտեք, բազմիցս խոսել ենք ջրի մասին, այս ճանապարհի խոչընդոտ լինելը, ճանապարհի ջրի դիմաց խոչընդոտ լինելը շատ հիմար բան է, քանի որ ջուրը միշտ ճանապարհ կգտնի, միշտ։ Ուստի մարտահրավերն այն է, ինչպես լուծել հարցը եւ ոչ թե դառնալ խոչընդոտ, փորձում ենք սա անել։ Երբ փորձում ենք հասկանալ, որ մենք կարող ենք Եվրոպան կապել կենտրոնական Ասիայի հետ, Հնդկաստանի, Չինաստանի, Հեռավոր Արևելքի հետ։ Եվ սա կարող է լինել ոչ թե մեր ինքնիշխանությունը փրկելու լուծումը կարող է լինել, այլ նաև հավելյալ երաշխիք կարող է հանդիսանալ հետագայում առավել խաղաղ եւ բարգավաճ
կեցության համար։ Մենք նաև պետք է նկատենք, որ խաղաղությունը այո, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն մյուս կողմից չես կարող խաղաղությունը մենակով այն կառուցել, չես կարող հռչակել խաղաղություն, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես եւ ուզում են ոչնչացնել քեզ, ուստի նորից մարտահրավերն այն է, որ կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որտեղ բոլոր հարևանները, տարածաշրջանի բոլոր դերակատարները հետաքրքրված են այդ իսկ խաղաղությամբ եւ ուզում են ապահովել հենց այդ խաղաղությունը եւ ուզում են modus vivendi ստեղծել տոլերանտություն, հանդուրժողականություն, համագործակցություն, որը մենք հենց հիմա փորձում ենք դա անել։ Եկեք modus vivendi-ի մասին մի փոքր ավելի խոսեմ, ասեմ թե ինչ է տեղի ունենում ոլորտում իրավիճակների նորմալացումը, մասնավորապես երկու դերակատարների մեկը ձեր Թուրքիայի հարաբերությունները եւ մյուսը Ադրբեջանի հարաբերությունը։ Այդ ուղղությամբ ինչպես ենք առաջ անցնում։ Վստահ եմ դուք գիտեք, քաջատեղյակ եք, որ ունենք 4 հարևաններ, սահմաններ ունենք 4 երկրների հետ, հյուսիսում ունենք Վրաստանը, որոնց հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, հարավում ունենք Իրանը, որոնց հետ եւս միշտ ունեցել ենք բարիդերացիական հարաբերություններ եւ համագործակցություն։ Բայց անշուշտ իրավիճակ Իրանի հետ կապված բարդ է այս պահին ինքն իրենով, իսկ արևմուտքում եւ արևելքում ունենք Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ունեցել ենք հակամարտություն տասնամյակներ շարունակ Ադրբեջանի հետ եւ փակ սահմաններ ենք ունեցել թե արևելքում, թե արևմուտքում։ Արևելքից եւ արևմուտքից ուստի այս երկխոսությունը մենք մեկնարկեցինք խաղաղության համաձայնագիրը։ Սա ստորագրված եւ հաստատված չէ դեռ, սակայն խաղաղությունն արդեն իսկ ունենք։ Իրական խաղաղություն ունենք, արդեն դեպքեր չունենք, դժբախտ պատահարներ մեկն անգամ չունենք սահմանին Ադրբեջանի հետ, որը գրակոչների արդյունքում զոհեր չունենք 1 տարի ավելին Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը նրանց տարածքով դեպի Հայաստան խոչընդոտը սահմանապակով վերացրել է արդեն Ադրբեջանը, սա արդեն իսկ խաղաղության մեծ քայլ առաջ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ մեկտեղ սկսել ենք երկկողմանի Արևտուր նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ ուզում չափազանցել որևէ բան եւ չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն եւ վերքերը շատ թարմ են եւ երկու համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման կարիք ունեն իսկապես դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար կարգի պահվող անձիկ ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Թուրքիայի հետ մեկտեղ իրավիճակը էլ ավելի լավ է։ Հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության, հենց երեկ եւս ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու պատմական Անիի պատմական կամուրջի, որը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է։ Ավիաընկերությունը թուրքական ունենք, որը երկրորդ ամենամեծ թուրքական ավիաուղիներն են, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ այլն եւ այլն։ Մեկ շաբաթ առաջ երրորդ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային խմբի, աշխատանքային խումբ, որը փորձում է մեկնարկել նորից երկաթուղիները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Գյումրի-Կարս ուղով։ Այսինքն ունենք բազմաթիվ դեպքեր համագործակցության, բայց ընդհանուր առմամբ սահմանը դեռ փակ է։ Երկկողմանի մեր պատրաստակամությունը արտահայտել ենք մենք դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմանի հետաքրքրությունը եւ պատրաստակամությունը արտահայտել ենք լիովին բացելու սահմանը, համաձայնություն կար սահմանը բացելու առաջին փուլում երրորդ երկրների ազգանց համար, երրորդ ազգերի ներկայացուցիչների համար եւ դիվանագետների համար, միգուցե Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիների համար դիվանագետների, բայց առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնագրեր իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց վստահ եմ եւ կարող եմ վստահորեն արտահայտվել, որ սա տեղի ունենալու։
քանի որ հայ-թուրքական երկխոսությունը, այսպես ասեմ, հասունացել է բավարար մակարդակի հասել, որ հասնելու նպաստավոր արդյունքի։ Դե ինձ նորից անդրադառնալով ուղղակիորեն ձեր հարցին, ունենք լավ հիմք հարաբերությունների կարգավորման մասին դրականորեն խոսելու։